Բարև ձեզ, սիրելի առաջին հերթին Արթուն ենք շարժման համակիրներ, սիրելի գաղափարակիցներ, սիրելի հանրություն ամբողջական առումով։ Մենք Արթուն ենք շարժումը երկուշաբթի օրը ամսի 28-ին ժամը 2-ին ազգային ժողովի Բաղրամյան փողոցի կողմից գտնվող այդ ընդունարանում կհանձնենք իմպիչմենտի առաջարկով բոլոր պատգամավորներին ուղղված մեր նամակները։ Ես հասկացա, որ մինչև այդ կա անհրաժեշտություն մի քանի բառով ձեզ նախ առաջին հերթին ներկայացնել իմպիչմենտի ամբողջ գործընթացը, մենք ոնց ենք դա պատկերացնում, փուլ առ փուլ տարբերակով, մի փոքր ռետրոսպեկտիվ նաև հասկանանք, թե ինչի մենք հասանք այս օրվան, դա էլ է շատ կարևոր, որտեղ ինչի մենք տենց այդ իմպիչմենտի թեման դարձավ ըստ էության մեր թեման, հա։ 2021 թվականին ընդդիմությունը պայմանագիր կնքեց հանրության հետ, այսպես կոչված պայմանագիր կնքեց, պայմանագրի առարկան հետևյալն էր, որ դուք մեզ տալիս եք քվեարկում եք մեր օգտին, հանրությանն էր դա առաջարկում ընդդիմությունը, իսկ մենք այդ քվեն ստանալով հանում ենք Նիկոլին, այսպես ասած կրելու ենք, հիշում եք այդ կարգախոսը։ Այդ այսպես կոչված պայմանագրով ընդդիմությունը համոզեց եւ ընտրությունների տարավ մեր ժողովրդին։ Այդ ընտրությունների արդյունքը ուզում ձեր համար պարզ լինի, որ ի սկզբանե պարզ էր, որ ոչ մեկ չի կրելու։ Էլի ընդդիմությունը այդ օրերին մարդկանց համոզում էր, որ ելքը ընտրությունն է, որ հեսա կրելու ենք, ինչ-որ մարդիկ այնքան էին համոզված, որ կրելու էին, արդեն ես տես լիքը մարդ էի տեսնում, որ ինչ-որ պաշտոններին, արդեն իրանք իրանց պատկերացնում, շատ խնդալու էր այդ ամեն ինչը կողքից տեսնելը, այդ մասը էր խնդալու էլի, բայց մնացած առումներով այդ ամեն ինչը ողբերգություն էր։ Պարզվեց դա սուտ խոստում էր, այդ կրելու ենքը, այդ պայմանագիրը չգործեց։ Արդյունքում ուղղակի ինչ-որ մարդիկ հայտնվեցին ազգային ժողովում, սկսեցին ստանալ պատգամավորի աշխատավարձ, նաև պարգևավճարներ, էլի հալալ լինի, ես չեմ բանանում, նախանձում իրանց։ Որոշները նրանցից ստացան պատավատներ, այսպես ասած։ Մի մասը սկսեց գնալ մեր հաշվին, հանրության հաշվին, արտասահմանյան գործողումների լուրջ դեմքով, յանին տենց ինչ-որ լուրջ բաներ են անում արտասահմանում, ու սենց օգտվել հանրային բարիքներից։ Այսինքն հանրային պայմանագիրը, որը ընդդիմությունը փորձում էր կնքել հանրության հետ, խոստումը տվեց, ասեց դուք մեզ քվե, մենք Նիկոլին հանում ենք, չաշխատեց։ Ընդդիմությունը բազմաթիվ անգամ ընդդիմադիր պատգամավորները արդարացան, որ դե մենք ենթադրում ենք, որ մենք շատ ձայն կստանանք ու կկրենք, բայց մենք ստացանք քիչ ձայն, հետեւաբար այդ խոստումը այլևս ուժի մեջ չի։ Միգուցե դա խելքին մոտ ինչ-որ արդարացում է, հա, մենք ցիկիկ հասկանանք։ Ընդդիմադիրները ազգային ժողովում 5 տարվա իրանց ընդդիմադիր գործունեության ընթացքում ունեն ընդամենը 1 գործիք Նիկոլ Փաշինյանից ազատվելու, մեզ բոլորիս ազատելու, հետեւաբար իրանց հանրային պայմանագիրը, այն որ սկզբում եկել են ձեզնից քվեին կլյանչից անում, այդ դա իրականացնելու 1 գործիք, ծելի ժողովուրդ։ Մնացած բոլոր գործիքները, որոնք որ ձեզ կհարամցնեն, կասեն, դե իմպիչմենտը այդ գործիքներից մեկն է եւ այլն, ասեք հələ բա մյուս գործիքները ո՞րն է, անգեր ջան։ Հարգելի ազգային ժողովի պատգամավոր, քո մյուս գործիքը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ո՞րն է։ Ստայլ է էլի սուտ։ Ես շատ հաճախ եմ այս վերջերս տեսնում, որ մեր ընդդիմադիր պատգամավորներից որոշները փորձում են էլի մանկական շուստրիությամբ հանրությանը էփեն, որ իմպիչմենտը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործիքներից մեկն է։ Իրականում ազգային ժողովի
պատգամավորների համար, հատկապես իրանց համար, impeachment-ը եղել եւ մնում է ու կմնա միակ գործիքը։ Հետևաբար հարց առաջանում, եթե այդ միակ գործիքն է ու արդեն 4 տարի ազգային ժողովը կա, սա շուտով կլրվանա այդ 4 տարին, հա, մի 2 ամսից, այդ 4 տարվա ընթացքում այդ մարդիկ այդ մի հատ գործիքը ինչի չեն օգտագործել եւ ինչի են հիմա խուսափում այդ գործիքը օգտագործելուց։ Այս թեմային չէի անդրադառնա, ասես 21 թիվ բան, եթե մի հատ շատ հետաքրքիր բան տեսած չլինեի ու ես ուզում եմ այդ մասին հիմա, հենց հիմա, այս պահին մեր հանրությանը տեղակ պայել, որ հարգելի հանրություն, դες փորձում են էլի խափեն, էլի ֆռցնեն, էլի իրանց հարցերը լուծեն։ Խոսքը վերաբերվում է Գյումրիի ընտրությունների այսպես փառաբանման, այն որ sense Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, Գյումրիի ընտրությունները մեծ հաշվով ցույց տվեցին ընդդիմության ողբալի վիճակը ընտրություններում, ես դες պարզ ասում եմ։ Մարդիկ փորձում են այդ ընդդիմադիր աֆերիստները, ընդդիմադիր ավանտյուրիստները, ովքեր պլանավորում են ձեզ մի հատ էլ մի կռուգ էլ խափեն, ոնց որ 21 թվին խափեցին, մի հատ էլ 26-ին խափեն, իրանք պլանավորում են այդ խափեփայությունը այսօրվանից սկսած քարոզեն, որ իբր թե Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրություններով հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Իրականությունը լրիվ տարբեր է։ Նույն 2021 թվականին, երբ որ ընդդիմադիրները արդեն կրվել էին, խայտառակ կերպով կրվել էին, հունիս ամսին, նոյեմբեր ամսին տեղի ունեցան թիմ ընտրություններ Հայաստանում։ Հիշում եք։ Այդ նոյեմբեր ամսին մենք ունեցել ենք բազմաթիվ չասեմ, որոշ քանակի հաղթանակներ ընդդիմադիրները։ Ասենք օրինակ, Մասիս համայնքում համայնքապետը ընտրվել եւ ընտրվել է միանձնյա, այսինքն առանց կոալիցիայի, առանց ինչ-որ սրա ձեները կպցնել նրա ձեներին, նրա ձերերով կարկատել, առանց որևիցե մի բացարձակ կարկատանների ընտրվել է Դավիթ Համբարձումյանը, Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ։ Այդ մասին տեղյակ եք դուք։ Այսինքն Դավիթ Համբարձումյանի ընտրությունները հաղթելուց 4 տարի անց Գյումրիում ինչ-որ կարկատաններով տենց ինչ-որ ընտրություն է լինում եւ հաղթում է Վարդան Ղուկասյանի այդ կարկատանների այդ ձայների այդ սումարնի այդ իրար գլուխ հավաքելու արդյունքում դա 4 տարի անց ձեզ ներկայացվում է որպես հաղթանակ։ Հասկանում եք։ 4 տարի անց ձեզ ներկայացվում է հաղթանակ մի բան, որը ըստ էության դիրքային լուրջ նահանջ է։ 21 թվականին Մասիս համայնքում, որը լրիվ էկվիվալենտ է իր ձայներով ընտրողների քանակով Գյումրի համայնքին, հաղթում է ընդդիմադիր տեխնացուն, միանձնյա, այսինքն ինքը հաղթում է ու դառնում է քաղաքապետ, ինքն է ձևավորում բանը քաղաքապետարանը, ոչ մեկին ոչ ինչ-որ բանակցում է, ոչ մեկի ոչ ձայներին է սպասում, ոչ ավարտում է, հաղթում է, կրում է ու բավական լուրջ ու թեժ պայքարի արդյունքում է կրում, ես ձեզ էլ ասեմ։ Դա չի ներկայացվել երբեք որպես ընդդիմության հաղթանակ, որովհետև դա ընդդիմության հաղթանակ չի եղել։ Ինչպես եւ ընդդիմության հաղթանակ բացարձակապես այդպեսին չի Գյումրիի ընտրությունները, որը կրկնում եմ կարկատաններով է եղել, ժողովուրդ ջան։ Այսինքն 21 թվին միանձնյա ընդդիմադիր տեխնացուն հաղթել է, համապետական ընտրություններում կրելու ենք ընդդիմադիր այդ բանի այդ խոստումի ու պարտվելուց անմիջապես մի 2-3 ամիս հետո հաղթել է ընտրություններում ընդդիմադիր տեխնացուն, միանձնյա։ Դա հաղթանակ մենք չենք համարել, մինչև մոտ ես անկեղծ ասած չեմ համարում ընդդիմության հաղթանակ։ 4 տարի անց կարկատաններով, կտրակցոններով, ինչ-որ սրա ձենը կպցնելով նրա ձենին, նրա պատասխանին սպասելով, նրան ինչ-որ եսի անիմաստությունը Գյումրի,
Մենք փորձում ենք ներկայացնենք որպես լուրջ հաղթանակ, որը ապացուցում է, որ ընտրություններով հնարավոր է Նիկոլին փոխել։ Սա ասում են ձեզ լրիվ այն մարդիկ, ովքեր 21 թվին նույն ձևի անամոթաբար ձեզ խաբելով տարան ընտրությունների։ Փողոցը խաբելով մարդկանց տարան ընտրությունների։ Հիմա այդ նույն մարդիկ անամոթաբար պատոշ երեսներով գրում են, որ ընտրությունների եկեք սպասենք, հենա Գյումրիում կտրակցոններով հաղթեցինք, ուրեմն կարանք մենք Նիկոլին կրենք, լուրջ եք ասում։ Իրականում այդ մարդկանց նպատակը ապագա ազգային ժողովում մի քանի մանդատ փախցնելն է։ Այսինքն ես չեմ ասում դա վատ կամ լավ, գնահատական չեմ տալի իրենց նպատակին, Աստված իրենց հետ։ Բայց համենայն դեպս մեր օրակարգը դա որևիցե կապ չունեցող գործընթաց է։ Բացարձակ կապ չունեցող։ 21 թվին ձեզ խաբում էին, ասում էին, որ հեսա Պուտինի ինգերն է, եկել է կարելու է, հիմա այդ նույն մարդիկ ասում են, որ ախպեր ջան, հեսա դաբրոներ է գալու 26 թվին ասված է, որ մենք կարելու ենք, բան, նույն ստերն է, նույն կտերն է, նույն խաբեբայություններն է եւ նույն Նիկոլն է, որը մնում է ամեն անգամ այս ցիկլից դուրս գալու մտնելուց հետո Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության եւ սենց հավերժ կշարունակվի, եթե մենք այս անիծված շղթան չկոտրենք, չջարդենք ու դուրս չգանք այս անիծված շղթայից։ Ես ցավում եմ, որ այդ ընդդիմադիրները, ովքեր հիմա արդեն իսկ մտել են նախընտրական իրենց քարոզարշավը, ջանք թքած ունեն Նիկոլ բան, իրենք քարոզարշավն են անում։ Այդ մարդիկ փորձում են իրանց այսօրվա այդ ամբարոյական կեցվածքը, ընտրարշավի մեջ գտնվելու ամբարոյական կեցվածքը, սա ամբարոյականություն է, էլի, արդարացնեն, որ Գյումրին ցույց տվեց այդ կտրակացոնային այդ իրար կպցրած, թքած կպցրած մի կես ձայնի Էսանեյանով, բանով, շուտ ոչ միանշանակ տեխնացու, որի համար ոչ մեկ չուզում պատասխանատվություն կրի։ Ուժերը գնում քվեարկում են, ասում են ախպեր, մենք պատասխանատու չենք այդ քաղաքապետի համար։ Այդ ուզում են ներկայացնեն, որ բանա, դա շատ կարևոր այսպես նշան է, որ 26 թվի ընտրություններին Նիկոլին հաղթելու ենք ախպեր։ Նույնը ինչը որ խաբեցին 2021 թվականին։ Եթե դուք հավես ունեք խաբվելու, ինչպես նաև ես ասել եմ, եթե դուք հավես ունեք կարծիով արժությունների, կարակ ցանկացած կոչով, որը ավարտ չունի, հա, իրավական հանգուցալուծում չունի, ասենք իմպիչմենտի պահանջ դրած չի, բայց ինչ որ մարդիկ ասում են դուս եկեք փողոց կարակ, դուս գաք փողոց քայլեք, ով է ձեզ բռնել։ Կլինի, բայց ես դրան չմասնակցեմ այդ ապուշություններին։ Ես խորհուրդ եմ տալիս մարդկանց, գիտակից մարդկանց, ովքեր որ գրում են, որ Գյումրիի ընտրությունները ապացուցեցին, որ բան, թքեք այդ մարդկանց վրա։ Պրոստը ռադարեք թույթա։ Դեք ստախոս ես դու ախպեր։ Մեկ է 21 թվի ձեր կրելու ենք հետ ցույց տվեց, որ դուք կարում եք ընտրություններում կրեք։ Ոչ կրեցիք տենց էլ։ Դուք ուրիշ բան կարաք կրեք լավ, էլի, ոչ թե ընտրություն։ Մի քանի մանդատի կռիվ է ապագայի համար։ 26 թվին մի քանի մանդատի կռիվ, մարդիկ այդ մանդատավորները ուզում են, որ այդ հանրային բարիկներից չզրկվեն, բարձր աշխատավարձեր ստանան, բարձր թոշակներ ստանան, որին խոստանում եմ անպայման վերանայում կլինի իշխանափոխությունից հետո։ Պատավատներ, միջազգային պահեստկեք, էսա Ժորժ ջան, դուք այդ պլանների մեջ չկաք, չկամ ես, չկա Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որևիցե միտում, գոյություն չունի այդ ամեն ինչը։ Մանդատի կռիվ է գնում այս բան, փորձում են, այսինքն իրանք փորձում են բերեն մանդատի կռվի, մենք դա չենք թույլ տալու։ Որովհետև ընդդիմադիր падգամավորները իմ կարծիքով շատ մեծ քննություն ունեն հանձնելու 26 թվին իրանց սիրելի սպասված ոչ իմ 26 թվին ընդառաջ։ Այդ քննությունը մենք կկազմակերպենք հանրությունով։ Ես ներկայացնեմ ձեզ իմպիչմենտի փուլային գործողությունների փուլային այսպես ծրագիրը, որպեսզի դուք ես խոստացել եմ, որ այդ ամեն ինչը հրապարակային է լինելու, ես իմ խոստումը կատարում եմ եւ հրապարակային ներկայացնում եմ։
փուլ առաջին, որը մենք սկսում ենք, դա ապրիլի 28-ին Բաղրամյան փողոցի կողմից ազգային ժողովի ընդունարանում բոլոր 107 պատգամավորներին ուղղված նամակներն են, անհատական նամակներն են, որոնք ուղարկվելու են Էդգար Ղազարյանի անունից, որտեղ Էդգար Ղազարյանը հիմնավորում է իմպիչմենտի պահանջը, այսինքն հիմնավորումն է ներկայացնում եւ առաջարկում է սկսել պատգամավորները, որտեղ դա մենակ պատգամավորները կարան սկսել իմպիչմենտի գործընթացը։ Սա փուլ առաջինն է։ Սա առաջարկ է, այս փուլում մենք հնարավորություն ենք տալիս մեր ընդդիմադիր պատգամավորներին, այսինքն մարդկանց, ովքեր մեր հետ հանրային պայմանագիր են կնքել, որ տվեք մեզ քվե մենք Նիկոլին կհանենք, մենք հնարավորություն ենք տալիս այդ պայմանագիրը կատարելու, այսինքն իրանց ստացած քվեն ծառայեցնելու առաջին անգամ, ընդ որում վերջին 4 տարվա մեջ ծառայեցնելու Նիկոլ Փաշինյանին հեռացնելու իրանց խոստմանը։ Վերջին 4 տարվա ընթացքում ազգային ժողովի պատգամավորներից ոչ մեկը որևիցե գործողություն չի արել իր պատգամավորական կարգավիճակից բխող Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ուղղությամբ։ Ոչ մի գործողություն չի արել։ Բացարձակ կրկնում եմ, ոչ մի պատգամավոր, ոչ մի գործողություն, որը բխում է իր պատգամավորական մանդատից, մեր տված քվեից, ոչ մի գործողություն չի արել, հայել են, խոսացել են, խրոխտ ելույթներ են ունեցել, տփոց են կերել, ոնց որ այս ազգային ժողովը դարել է բան, ախալքալակցու հարսանիք էլի, երբ դες միացնում ես ինչ-որ տղամարդիկ, ասես քրդնած իրար որ մեկ էլ հա անենց վերնագրեր են դնում թերթերը, ծեծ կրտուկ ազգային ժողով, ինչ ծեծ կրտուկ գնում տենց իրար երկու մի քանի տղամարդ իրար sense քիփ կանգնած իրար վրա են շնչում ու վсё տենց էլի դա կոչվում է ծեծ կրտուկ դե ծեծ կրտուկ չեն կարող նորմալ անեն ազգային ժողովը sense ասել ծեծ կրտուկ չի լինում այս վերջինը ծեծ կրտուկ չէ դա տենց ինչ-որ մի քանի տղամարդ գնացին իրար տենց ջղայնացած դեմքերով պրտավեցին ու ցրվան տաներով այդ ծեծ կրտուկը եթե նույնիսկ ծեծ կրտուկ չեք կարողանում նորմալ այդտեղ իրականացնեք, ուրեմն կարելի ասել ոչ մի բան չեք կարողանում։ Գոնե ծեծ կրտուկը կարայիք էլի, մի քիչ նորմալ անեիք, մի քիչ որ հավատայինք, որ դուք տենց ծեծ կրտուկ եք անում։ Սա այդ նամակները հանրության մեկնած ձեռքն է, ոչ մի բան չարած ընդդիմադիր պատգամավորներին վերջի 4 տարում, սա այդ դրա մասին էլ ավելի մանրամասն կանան, որ ինչ-որ բան անեն։ Գոնե մի բան անեն, որ 26 թվին, երբ որ գանձեր ձայները մուրան, ասեն այս էլ արեցինք Ժողովուրդ ջան, բան։ Ինձ անդադ ասում են, ես մոտ շատ հետաքրքիր բան եմ ձեզ ասում, ընդ որում ասում են նաև պատգամավորներ կամ պատգամավորների հետ փոխկապակցված մարդիկ, ասում են, ախր Մարալյան ջան, եթե դու ուզում ես, որ տենց իրանք միավորվեն ու ստորագրեն եւ այլն, մի քիչ պետք է իրանց հետ կոռեկտ խոսալ, մի քիչ պետք է իրանց հետ լավ լինել, ես ինչ լուրջ եք ասում։ Մի քիչ գնամ լավ լինեմ իրանց հետ, որ իրանք իրանց տված խոստումը, իրանց միսիան, իրանց պարտականությունը կատարեն։ Ես դες բան ունեմ, ֆունկցիա ունեմ, լավ լինեմ իրանց հետ, որ իրանք այն ինչ պիտի անեն, հա։ Ասենք թե ինձ չի հաջողվում այդ 34 ընդդիմադիրների այս պայդրությամբ սաղի հետ լավ լինել, ինչ որ մեկին քիթս դուրը չի գալի կամ ակնոցներ ես խոսքի, այսինքն պիտի չստորագրի այդ մարդը, լուրջ եք ասում, հա, իսկ տենց է, այդ իրանց պատկերացումը Նիկոլին հանելու, այսինքն իրանք մասնակցում են Նիկոլին հանելուն, եթե այդ գործընթացի կազմակերպիչը, վազվզողը ուտոգում է դա էլի ֆունկցիան։ Իրանց համար դուրեկան մարդ է, դե հինա ես գնամ թող Քիմ Քարդաշյանը գա իմպիչմենտ նախաձեռնի, ծաղդ կհավանեք, կստորագրեք երևի, հա, տենց եմ սիրուն աղջիկ բերենք, թող այդ սիրուն աղջիկը բանան է, բարետես, որ հայտարարություններում գրում են արտաքինով, ամբռնած բոսիկ սիրուն աղջիկ բերենք, որ դուք սաղդ հավանեք ու ստորագրեք, հա, ձեր Նիկոլին հեռացնելու համար իրար գա կախբեր։ Չի լինելու տենց բան։ Ես ոչ մեկ այդ ոչ լավ լինելու, ոչ վատ լինելու խնդիր չունեմ, որտեղ ես անձնական ոչ մի բան չեմ խնդրում ձեզնից։
Այլ որ անձնական ինչ-որ բան կունենամ խնդրելու, հա, կգամ, ինչ-որ լավ կլնեմ, ինչ-որ կոնյակով կգամ, տենց ինչ-որ ջերմ կբարևեմ, որտեղ անձնական հարց կլինի եւ ոնց որ, բայց ես երբեք իհարկե չեմ ունենա ձեր այդ որից անձնական խնդրանք։ Սա անձնական խնդրանք չի, Ժորժ ջան, դուք եք ասել եք կարելու ենք, ասել եք մեզ ձայն տվեք, Նիկոլին հանենք, ձայն ենք տվել մենք բոլորս, դուք էլ չեք հանում ախպեր։ Ոնց հասկանանք այդ, այսինքն մի հատ էլ պետք է ձեր հետ լավ լնենք, խոսքի խի, որ։ Հետո դուք մեր հետ լավ եղեք։ 26-ին գալու եք քվե խնդրեք էլի։ Չէ, դուք պետք է մեր հետ լավ լինեք, որ այդ քվեն ստանաք, որի վրա խիստ կասկածում եմ, եթե այս աշխատավոճով շարունակեք, ոչ մի բան չեք ստանալու։ Ես եթե այս process-ում սաբոտաժ տեսա, կյանքից նպատակը կդարձնեմ այդ 26 թվի ձեր ընտրությունները պրավալ տալը։ Մարդկանց աչքերը բացելը, հանրությանը բացատրելը մանրամասն, թե որտե ինչքան ու քանի անգամ եք դուք հանրությանը ֆռծրել ու խափել։ Ավանտյուրիստների նման։ Այդքանը կարամ անեմ հաստատ, էլի։ Հաստատ կարամ անեմ։ Այդքանի վրա խնդրում եմ հանգարց ոչ մեկ չկասկածի, որ ես դա չեմ անի, կամ չեմ կարա։ Հետևաբար հիմա ձեռք եմ մեկնել մենք բոլորս հանրությունը։ Ասում ենք եկեք կատարեք ձեր պարտականությունը։ Ձեր այդ ապուշագույն տարաձայնությունները օլորեք, մցրեք համապատասխան տեղը։ Ու եկեք ձեր այն ինչ որ խոսք եք տվել, արեք ախպեր, ասենք 7 տարիա չեք կարող մի հատ մեկին ձեր մեջից մեկին գեներացնեք, լուրջ եք ասում։ Փաշինյանը անփոխարինելի է ձեր համար։ Դրեք ձեր տեխնացու դրեք։ Ձեզ վերապահում չկա ախպեր դեմից ասում եմ։ Վերապահում չկա, թող դա լինի ընդդիմություն։ Միասնական տեխնացուն, անվերապահ այդ ձեր դրածից տեխնացուին համար գնանք վիզ դնենք։ Եվ այդ բարեկամական միջավայրում էլ այդ բարեկամական այդ վիճակում էլ փորձենք այս գործը ավարտին հասցնենք։ Այդքան բան ինչի որն է խնդիրը։ Ինձ անընդհատ հարցնում, որտեղ այդ բաներն են, ընդդիմադիր падգամավորներն են, հա, այդ թեզի հեղինակ ասում են, ինչու մեկ վստահ որն է երաշխիքը, որ ԿՊԱ-կանները կքվեարկեն։ Լուրջ եք ասում։ Ես երաշխիք չունեմ, որ դաժե ընդդիմադիրները ամբողջ սաստավով impeachment-ի գործընթաց կսկսեն։ Ես հələ երաշխիք չունեմ, որ ընդդիմադիրները կստորագրեն։ Դա ասում են հիմնականում այն մարդիկ, որոնց ընկերների, որոնց այդ խմբակցային ստորագրության վրա ես խորը կասկածներ ունեմ։ Խորը կասկածներ ունեմ, որ Յանեմ հելնում ասեն 34-ը մեր ձայնը, չեմ հավատում, որ 34-ը։ Կարող ավելի քիչ է, Ժողովուրդ ջան։ Կարող ընդդիմության падգամավորների կեսը չի ուզում Նիկոլի այդ վատամարդը լինի, տենց չի ուզում կոնֆլիկտ ունենա բան, տես լրվսնի մի տարի է մնացել ախպերել ինչ հակնենք իշխանության հետ, հենա լավ բան կանենք։ Այդ ամենը պետք է տեսնենք ստորագրության տեսքով։ Եթե դա տենց չի։ Մարդիկ, ովքեր հելնում են հիմիկվանից ճոռոմ, ասում են ԿՊ-ն քվեարկի թե չէ, մենք ինչ երաշխիք, որ ԿՊԱ-ական падգամավորները կստորագրեն։ Բայց ինչ երաշխիք, որ ընդդիմադիրները կստորագրեն։ Բայց այդից սկսենք, էլի։ Իրանք վրաս ուզում են բան անեն, գցեն այն կողմի վրա։ Այս փուլում падգամավորները հնարավորություն ունեն հարցը հենց բարեկամական հարթության մեջ, այսինքն առանց անտագոնիզմի, առանց այլ բնույթի հանրային գործունեության լուծեն շարժվեն առաջ։ Հաջորդը, ոչ թե հաջորդ փուլը, այլ հաջորդ կետը։ Մեր падգամավորներից շատերը նայում են, ասում են, լսեք, ժողովուրդ, ասում են, որ մենք գնալու ենք, ասենք, առաջարկ անենք իրանց կամ impeachment-ի համար դիմենք, որ ասում են, թող ժողովուրդը գա, թող ժողովուրդը պահանջի, որ մենք տենց քամակներս իրար տանք, շարժենք ու գնանք impeachment անենք։ Լուրջ եք ասում։ Ժողովուրդ ջան, ձեզ պարզ բացատրեմ ինչ են ուզում այդ падգամավորները, ովքեր անպայման ուզում են, որ ժողովուրդը գա, իրանց յանեմ ստիպի, որ իրանք իրանց գործը անեն, այդ ինչ ապուշություն է, չեմ ջոկում։ Ժողովուրդը խի պետք է գա իրանց ստիպի, որ իրանք իրանց պարտականությունը անեն։ Բացատրեմ ձեզ։
Իրանք ենթադրում են, որ ի սրտե կապած չեն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործին, այդ ասողները։ Եվ հետևաբար պլանավորում են իմպիչմենտի գործընթացի սաբոտաժ, այսինքն չանեն այդ իմպիչմենտը, Նիկոլ Փաշինյանին երևի չբարկացնեն, որպեսզի այդ կռուտիտը ունենան Նիկոլ Փաշինյանի մոտ, մյուսների մոտ, որ այտենց 26 թվին չստացվի, իրանք մտան մի հատ process-ի մեջ, որը հենց իրանք էլ սաբոտաժի ենթարկելով բան արեցին, տապալեցին։ Իրանք այդ վերջում, որովհետև իրանք վերջում միշտ տապալում են պատկերացնում, էլի, ի տարբերություն ինձ։ Այդ վերջում իրանք ասեն, դե ժողովուրդը եկավ, մեզ դիպեց, մենք էլ դե անսացինք ժողովրդի ձայնին, ժողովրդի կոչին, իջանք մտանք իմպիչմենտի մեջ, լուրջ եք ասում, ժողովուրդ չի լինելու այդ դրա համար։ Լինելու մենակ ես, երկրորդ փուլում, երբ որ դուք կամավոր, ինքնակամ, ձեր տուտուզները, ձեր դիվաններից չկտրեք։ Այդ վաղ կգամ ես, մենակով, մենակ, առանց ժողովուրդ։ Բաբշե ժողովուրդ չի լինելու ձեր փուլում, ընդդիմադիրների փուլում։ Ժողովուրդ լինելու է ԿՊԱ-ականների հետ բանակցությունների, ստորագրությունների, անպայման լինելու է, ու դա պարտադիր է։ Դա շատ կարևոր է, այսինքն առանց այդ համաժողովրդական աջակցության եւ մասնակցության, կրկնում եմ, ոչ թե բանը անիմաստ երթերով այդ կարծով արել, մասնակցային ժողովրդի մասնակցությամբ Ժորժ ջան, դուք բոլորդ անելիք ունեք։ Եթե ուզում եք ինչ-որ բան անեք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, համեցեք, անպայման ես ձեզ կասեմ ձեր կոնկրետ անելիքը։ Անպայման։ Ես Էդգար Ղազարյանը, Արթունենք շարժման մյուս մասնակիցները ձեզ տեղյակ կպահենք, թե դուք ինչ եք անելու, եւ դա չի լինելու կարծիով արժություններ սենց։ Ինչ քայլել Երևանի փողոցներում, տենց չի լինելու։ Լինելու է կոնկրետ անելիք մասնակցային։ Եվ դա լինելու է ԿՊԱ-ական, դու օրինաչափ այ, որ ԿՊԱ-ականները դրանք իշխանություն են, որպեսի իրենց ստանանք իրանցից ձայներ, իրանցից ստորագրություններ, առաջին փուլում կներեք։ Դա նորմալ է, որ ժողովուրդը դուրս գա ԿՊԱ-ականներին ասի, որ մենք այս հարցի այս լուծման կողմնակից ենք, բայց դա աննորմալ է ընդդիմադիրների պարագայում։ Այսինքն ընդդիմադիրներն ինչ են ուզում, ուզում են ժողովուրդը գա մի հատ էլ իրանց հեռացնի, ժողովուրդը գա իրանց ինչ-որ բան ստիպի, իրանք էլ տենց ժողովուրդն է, ինչ են ուզում, մի քիչ շատ չեք վզներիդ վերցնում, տղաներ ու աղջիկներ։ Նախ դուք պետք է գաք այդ ժողովրդի մոտ։ Եթե ոչ այսօր 26 թվին ծնկաչոք գալու եք, քվեմ խնդրեք, կրկնում եմ, մուրակ այդ քվեն։ Այսինքն հիմա ժողովրդին ուզում եք բերեք մի հատ տենց, այն որ ձեր բալկոնի տակ գանք, գոռանք, ասենք, խնդրում ենք, բոլորս տենց, խնդրում ենք, այն որ դուք խոստացաք 21 թվին ու խաբեցիք մեզ բոլորիս, արեք դա, շատ ենք խնդրում, հա, այդ տեսարանն է ձեր աչքի առաջ գլի, հա, այն գործիքը, որ միակ գործիքը, որը դուք ունեք, հարգելի կիսաստված պատգամավորներ, ընդդիմադիր, օգտագործեք մեր համար, Նիկոլին հանեք մեր համար, դուք ոնց որ լավ տեղավորվել եք, մեր համար հանեք Նիկոլին, էսա ձեր պատկերացած, ձեր էրոտիկ ֆանտազիան է, դա ժողովուրդը գալիս է ձեր բալկոնի տակ, ինչ-որ բան է խնդրում, Սա Գյումրի ընտրությունները ցույց տվեց, որ Նիկոլին հնարավոր է ընտրությունով հաղթի։ Ձունգ է ձեր գլխին մի հատ։ Ձեր անուղեղ, որ դուք մտածում եք, որ կարաք խաբեք, երկրորդ ռեյս խաբեք ժողովրդի։ Այն ռեյսն էլ չեք կարա, եթե ես ոնց լավ մտնեի, էլի, պրոստը մի քիչ ուղիմ էշխելքը ասա, ես շատ եմ փոշմանել։ Շատ փոշմանել եմ, որ 21 թվին այս նույն բաները ես չհելա մարդկանց չասեցի։ Շատ փոշմանել եմ հիմա։ Ես Ժորժ ջան գիտեի ճշմարտությունը, այո, մեղավոր եմ, բայց լռեցի, որովհետև չգիտեմ, որովհետև մտածեցի, որ չգիտեմ, կարող է իրանք կրում են, կարող է իրանք ծրագիր ունեն, կարող է եւ չուզեցի, չգիտեմ, այդ պահին ընդհանուր հոսանքին հակառակ գնայի։ Կարող է լիքը ոգևորված եւ անկեղծ տես խանդավառված ընկերներ տեսա, չէ ուզում իրանք այդ խանդավառության վրա սառը ջուր լցնեի։ Կարող։ Ես դա 21 թվին չարեցի այդ կրելու ենք աֆյորայի վրա։ Էս կրելու ենք դվան, որը յանեմ Գյումրին բերում ձեր աչքն են կողում,
Գյումրի խայտարակությունը, դա խայտարակություն էր։ 21 թվին Համբարձումյան Դավիթը Մասիսում հաղթել է, միանձնյա, առանց սրանից դրանից քվե քերելու։ Միանձնյա հաղթել է իշխանության ու մինչև հիմա համայնքի ղեկավար է, կարա գնաք, նայեք։ Մի անգամ լսել եք, որ դա ներկայացվի որպես բան, ապացույց, որ ընտրություններով հնարավոր է Նիկոլին հաղթել։ Մի անգամ դա լսել եք։ 25 թվին կատարակացություններով ես իմիջը քաղաքապետ են սարքում մեկին, որից ոչ մեկ պատասխանատվություն չի ուզում կրի, գիտեք, չէ՞։ Այդ աֆերիստությունը մյուս հատված։ Ոչ մեկ չի ասում, ախպեր, Վարդան Ղուկասյանը իմ քաղաքապետն է։ Ոչ մի կուսակցություն, ոչ Հայաստան դաշինքը, ոչ պատիվ ունեմ դաշինքը, ոչ հանրապետականը, ոչ դաշնակցությունը, ոչ մի կուսակցություն, ոչ մի քաղաքական ուժ, ինքը տենց որ ապացուցեց, ախպեր, ում քաղաքապետն է Վարդան Ղուկասյանը, մի հատ ինձ ասեք տենը։ Ով է Վարդան Ղուկասյանի քաղաքական պատասխանատուն։ Մենակ չասեք կոմունիստական կուսակցությունը, կոմունիստները հաղթին։ Այս ապուշությունը բերում են փորձում են ցեն ձեր ուղեղների մեջ տրամբով կանեն, որ այս ախպեր 26-ին կրելու ենք դվա, բայց դուք մի հատ արել են արդեն։ Այս անգամ չեմ թողելու տղաներ եւ աղջիկներ։ Այս անգամ, եթե այն անգամ շատ ընկերների բաների կուլ գնացի, ձեն շանեցի, այս անգամ չեմ թողելու։ Սա դառնալու է իմ կյանքի նպատակ։ Ես գործնելու ոչ մի բան չունեմ, ես ուզում եմ պարզ իմանաք, ոչ մի բան չունեմ։ Բացարձակ ոչ մի բան չունեմ կորցնելու։ Ինչ ունեի կորցրել եմ արդեն։ Արդեն նստել եմ, հելել եմ, ոչ ամեն ինչ աղել է, հազար մի ձևով հարցակումներ ա եղել իմ վրա, ամեն ինչ։ Սա տեսել եմ։ Այդ ժողովուրդը ընդդիմադիր պատգամավորների ջան, ձեր համար չի գալու։ Որտեղ դուք պարտավոր եք։ Դուք պարտավոր եք, կրկնում եմ, անեք։ Ժողովուրդը կգա այն մարդկանց հետևից, այն մարդկանց համար, ովքեր այդ պարտականությունը չունեն, ովքեր մեզ չեն խոստացել, որ պատգամավոր են լինելու Նիկոլին հանելու համար։ Դա ԿՊԱ-ականներն են, իմ կարծիքով նորմալ է ժողովուրդը, դուրս գաց ԿՊԱ-ականներին այդ ամեն ինչը ցույց տա, բայց նորմալ չի, ընդդիմադիրներին պետք է ցույց տալը մի հատ էլ արա, դες լկտիությունը նայի։ Ոտները ոտին գծած, ասես ժողովուրդը պետք է գա, բան սկզբից ժողովուրդը պետք է լինի, լուրջ է կասում։ Կոֆեն դառը թե քաղցր, մի հատ էլ գանք սն ժողովրդով ասենք ձեզ։ Նես մի արեք, ասում եմ, որ ժողովուրդը գա ձեր վրա կանգնի։ Մեր բարեկամական, չգիտեմ, ռոզվի եմ, էլի, ես միամտորեն եմ պատկերացնում։ Մեր մեկնած ձեռքը դա ձեր փրկության փրկողակն է վերջին։ Վերջին փրկողակն է։ Սա ես չեմ ասում։ Խնդրում եմ եկեք ստորագրեք, խնդրում եմ եկեք իմպի։ Ջանդամիս անեք։ Մի արեք, դա ձեր պարտականությունն է, մի արեք, ախպեր։ Չեք անի, տենց կանեք ուրիշ ձև։ Չէ, տենց է չեք անի։ Okay։ Այդ նույն ժողովուրդը, որին դուք տենց ինչ-որ ասում եք, հələ մի հատ տարի ժողովուրդ, մի հատ տարի մեզ համոզի, որ մենք իրար գանք։ Այդ նույն ժողովուրդը ձեր գնահատականը կտա ու կտա վերջնական։ Վերջնական կտա։ Այս մեկնած ձեռքը ձեզ քաղաքական ինքնասպանությունից փրկելու ձեռքը։ Իրական եմ ասում, լրիվ անկեղծ ու սրտացավորեն եմ ասում։ Այդտեղ կան մարդիկ, նույն ընդդիմադիրների մեջ շատերը, ովքեր իմ ընկերներն են, ում շատ սիրում եմ, շատ հարգում եմ, եւ չեմ ուզենա, որ այդ մարդիկ այտենց անփառունակ վերջացնեն իրանց կարիերան, դառնան Նիկոլ Փաշինյանի հանցակիցները, սա պարզ ասեմ, որպեսզի ձեր համար պարզ լինի։ Եթե իրանք այդ ճանապարհն են ընտրել, խնդրեմ։ Ես ոչ չեմ գնալու ասեմ, մի դառեք Նիկոլի հանցակից, մի դառեք ախպեր, դառեք Նիկոլի հանցակիցները։ Ոնց որ դոլար անդոմ Նիկոլին օգնեց Արցախի հանձնման գործում։ Ինչ ա եղել։ Հանրությունը տվեց իր գնահատականը դոլար անդոին։ Եթե 10 փուլ երկրորդ, եթե 10 օր անց ընդդիմադիր պատգամավորներից խելամիտ,
արդյունավետ պատասխան չի լինում, այսինքն հանրության մեկնազերծը ընդդիմադիր падգամավորները թողնում են օդում, այդ պայծ սկսված ավարտվում է ընդդիմադիր падգամավորների ու հանրության համագործակցության պայմանագիրը, որը կնքվել էր 2021 թվականին, հիշում եք այդ պայմանագիրը։ Մենք ձեզ քվե ենք տալի, դուք հանում եք Նիկոլին։ Եթե 10 օրվա մեջ, այսինքն դա մայիսի 7-ն է ալնում գծետը։ Մայիսի 8, դեռ ոչ աշխատանքային օրերն են հաշվում։ Մայիսի 8։ Եթե մենք մայիսի 8-ը մինչև չենք ստանում adekvat, խելամիտ, արդյունավետ, արդյունքին միտված պատասխաններ ընդդիմադիր падգամավորներից, ապա 2021 թվականի հանրային պայմանագիրը ընդդիմադիր պարլամենտական անհատների, խմբակցությունների ոնց կուզեք ասեք այդ մարդկանց հետ համարում ենք ավարտված։ Պայմանագիրը հետևյալն էր. մենք ձեզ քվե, դուք Նիկոլին հանում եք ախտեր։ Այսինքն այդ մարդիկ իրանց միակ հնարավորությունից հրաժարվում են օգտվեն Նիկոլին հանելու միակ կրկնում եմ падգամավորի մանդատով կա ընդամենը 1 տարբերակ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Դա impeachment-ն է։ Ուրիշ չկա, ժողովուրդ, вообще չկա։ Այն падգամավորները, այն անամոթ падգամավորները, ովքեր կհելնեն կասեն, որ impeachment-ը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործիքներից մեկն է։ Ասեք, բա ձեր падգամավորական մանդատից բխող երկրորդ գործիքը ո՞րն է, տղա ջան կամ աղջիկ ջան։ Ո՞րն է երկրորդ հասա։ Երկրորդ գործիքը հասա, որը որ այդ քո այդ ճոռռմ ելույթներն է, այդ ազգային ժողովում այդ հայտարարությունների ժամին հերնել հարց տալու ԿՊ-ի չափալախ ուտելն է, այդ ազգային ժողովի դահլիճը մեկու մեջ ախալքալակցու հարսանիքի զալ վերածելն է, որ գնում են քրդնած արժեք, ասած հանած հաշտիլարա, բաց բաներ, բայց իտոգում ախալքալակցու հարսանիքներին գոնե նորմալ խփոցել է լինում։ Ստե էլ չկա։ Ստեղ ամեն ինչ վերջանում է նրանով, որ ասած բռնում են ընդդիմադիրների վզներից, ասած թափ են տալի կամերաների վրա, շփրտում են։ Ինքնասիրության հարց է, էլի երբեմն առաջանում նաև ընդ որում բացի էս Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգից, երբեմն նաև ես ինքնասիրությունս ցավում է, էլի այդ կադրերը նայում։ Այնց որ ավարտվում է այդ մեր պայմանագիրը ընդդիմադիրների հետ, այդ ժամանակ ավարտվում է նաև այդ ընդդիմադիր падգամավորների հետ կոնկրետ իմ մասով եմ ասում ընկերությունը անցած ճանապարհը կերած հացը այդպես լիքը բաներ դրանք միանգամից դադարում են այլևս որևիցե ազդեցություն եւ գործողություն բան ունենալ իմ կյանքում ինձ համար կրկնում եմ կա մի նպատակ դա Նիկոլ Փաշինյանից ազատվելն է այս երկիրը Նիկոլ Փաշինյանից ազատելն է եթե մեր падգամավորները առաջի փուլով չեն անում երկրորդ փուլով մենք գալիս ենք իրանց այցելության գալիս ենք որպեսզի հանրությունը падգամավոր առ падգամավոր իմանա տեղյակ լինի կրկնում եմ խմբակցություն առ խմբակցություն չի Ես գիտեմ, որ խմբակցության մեր падգամավորների շուշտրիներ կան, ովքեր ուզում են, որ խմբակցությունով մեզ պատասխանեն, իրանք էլ ասեն, մեր խմբակցությունը այդ հարցին պատասխանել է, մենք ավելացնելու ոչինչ չունենք ու թռնեն։ Թռնողներ չեն ելնելու, թռնողներին օդում կբռնեն։ Ես падգամավոր առ падգամավոր հարգելի հանրություն։ Դուք իմանալու եք բոլորի անհատապես տեսակետը impeachment-ի վերաբերյալ բոլորը ասելու են կողմ են թե դեմ են impeachment-ին եթե դեմ են ինչի են դեմ եթե դեմ են impeachment-ի ուրեմն կողմ են Նիկոլին դել կա էլի այդ պահը կա անվստահություն չեն հայտնում Նիկոլին ուրեմն վստահում են Նիկոլին եւ դաշ արդեն լավ մնացեք սիրելի ժողովուրդ մենք լիքը անելիք ունենք կհանդիպենք երկուշաբթի օրը եթե շաբթի օրը բանում ազգային ժողովի
Բաղրամյանի մուտքի մոտ, то есть կհանդիպենք նկատի ունեմ բան լրատվամիջոցներին էլ այս եթերի միջոցով փորձեմ տեղակ պահեմ որ կա sense միջոցառում ամսի 28-ին ժամը 14:00-ին ազգային ժողովի մուտքի Բաղրամյան մուտքի մոտ ընդունարանում մենք ես եւ Էդգար Ղազարյանը կհանձնենք 107 падգամավորներին ուղղված առաջարկը impeachment սկսելու համար եւ կտանք ողջամիտ 10 օր ժամանակ։ Լավ եղեք, մեր հետ եղեք, մեր հետ հետաքրքիր է ամեն դեպքում։